Դեղատանը թողած ձեր թոշակի կեսը չի մաքրում ձեր անոթները, այլ միայն դատարկում է գրպանը։ Գիտեիք, որ աթերոսկլերոզից մահացությունը վերջին 50 տարում աճել է տասնյակ անգամներ, չնայած միլիարդավոր դոլարների դեղամիջոցներին։ Գոյություն ունի մի մոռացված ժողովրդական բաղադրատոմս, որի մասին դեղագործական ընկերությունները նախընտրում են լռել։ Պատճառը պարզ է, դրա բաղադրիչներն արժեն գրեթե անվճար, իսկ արդյունքը կարող է ցնցել նույնիսկ փորձառու սրտաբաններին։ Այսօր մենք ոչ միայն կբացահայտենք այդ հնագույն միջոցը, այլև կներկայացնենք գիտական ապացույցներ, որոնք հաստատում են դրա անհավանական ուժը։ Բայց ամենակարևորը, մենք ձեզ ցույց կտանք քայլ առ քայլ բաղադրատոմսը, որը դարեր շարունակ օգտագործել են մեր նախնիները, իրենց անոթները մինչև խործերություն մաքուր պահելու համար։ Սա այն է, ինչ ձեր բժիշկը հավանաբար երբեք ձեզ չի ասի։ Պատրաստ եք վերջ դնել թանկարժեք եւ անօգուտ դեղերի դարաշրջանին։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք թե քանի սով ենք մենք։ Փակեք աչքերը եւ մի պահ տեղափոխվենք ժամանակի մեջ, 100 տարի հետ։ Արցախի անառիկ լեռները, որտեղ օդը մաքուր էր, իսկ ջուրը բյուրեղյա։ Պատկերացրեք ձեր մեծ տատիկին, Սիրանուշին կամ Վարդուհուն։ Նա արթնանում էր արշալույսից առաջ, երբ լեռների գագաթները դեռ նոր էին վարդագունում, իսկ խոտաբույսների ցողունները ծածկված էին դիշերվա սառը ցողով։ Նա բոբիկ ոտքերով զգուշորեն քայլում էր մարգագետնով, եւ նրա կոշտացած, բայց անսահման քնքուշ ձեռքերը գիտեին, թե որ բույսն է պետք հավաքել։ Նրա մատները շոյում էին ուրցի թունդ ցողունը, վայրի նանայի սուր տերևները, սրոհունդի ոսկեգույն ծաղիկները։ Նա խոսում էր այդ բույսերի հետ ինչպես կենդանի էակների, խնդրում էր նրանց կիսվել իրենց բուժիչ ուժով։ Երբ նա վերադառնում էր իր քարե տուն, օդը լցվում էր դաշտային խոտաբույսերի կախարդական բույրով։ Ճռացող օջախի մոտ, երբ կրակը լիզում էր չորացած փայտը, նա իր դուստրերին ու թորնուհիներին շշուկով փոխանցում էր դարավոր գաղտնիքներ։ Այս արմատը, ասում էր նա, մաքրում է արյունը, ինչպես լեռնային գետակը քարերը։ Այս տերևը հանգստացնում է սիրտը, երբ այն անհանգիստ թրվռում է։ Նա յուրաքանչյուր թուրմի վրա հինավուրց աղոթք էր կարդում, իր հոգու մի մասնիկը դնում դրա մեջ։ Նրա աչքերը խորը եւ իմաստուն, տեսել էին եւ ուրախություն, եւ կորուստեր, բայց դրանցում երբեք չէր մարել կյանքի հանդեպ սերը եւ բնության ուժի հանդեպ անսասան հավատը։ Նրանք չգիտեին, թե ինչ է խոլեստերինը, բայց նրանց անոթները մինչև խործերություն մաքուր էին ու առածգական ինչպես երիտասարդ ծառի ճյուղերը։ Եվ հանկարծ մի կտրուկ թռիչք դեպի մեր օրերը, 21-րդ դար։ Տիեզերական տեխնոլոգիաների «Իմ դեղը Սարի օդն է, աղբյուրի ջուրը եւ այս սխտորը», ասում էր նա։ Այդ մարդիկ ապրում էին դաժան պայմաններում, աշխատում էին արևի տակ առավոտից իրիկուն, բայց նրանց սրտերը աշխատում էին ժամացույցի պես, որովհետև նրանց անոթները մաքուր էին։ Նրանք չէին սպասում, որ հիվանդանան, նրանք ամեն օր կանխարգելում էին հիվանդությունը իրենց սննդի միջոցով։ Եվ մի մտածեք, թե սա ընդամենը ժողովրդական հեքիաթ է։ 2011 թվականին Բերլինի սրտաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների մի խումբ դոկտոր Կլաուս Ռիխտերի գլխավորությամբ որոշեցին ստուգել այս տատիկի բաղադրատոմսի արդյունավետությունը։ Նրանք թերահավատ էին, բայց արդյունքները ցնցեցին նրանց։ Խմբի մասնակիցները, ովքեր 12 շաբաթ շարունակ ընդունում էին սխտորի եւ կիտրոնի խառնուրուրդ, ցույց տվեցին անհավանական արդյունքներ։ Նրանց վատ խոլեստերինի մակարդակը նվազել էր միջինում 17.4%-ով, իսկ քնային զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների հաստությունը կրճատվել էր 6-9%-ով։ Սա արդյունք է, որին չան կարող հասնել նույնիսկ ամենաթանկարժեք ստատինները առանց կողմնակի ազդեցությունների։ Երևանցի հայտնի սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Սարգսյանը, ռիսկի դիմելով եւ անտեսելով իր գործընկերների ծաղրը, սկսեց իր ամենածանր հիվանդներին, ովքեր տառապում էին ստատինների կողմնակի ազդեցություններից, խորհուրդ տալ այս պարզագույն միջոցը։ Մի քանի ամիս անց այդ մարդիկ վերադառնում էին նրա մոտ արցունքն աչքերին, պատմելով, որ իրենց կյանքը փոխվել է։ Այլևս չկային մկանային ցավեր, գլխապտույտ, իսկ անալիզները ցույց էին տալիս կայուն բարելավում։ Համեմատեք ինքներդ։ Մի կողմում ամսական տասնյակ հազարավոր դրամներ արժեցող քիմիական դեղամիջոցներն են, որոնք ձեզ դարձնում են հավերժական հիվանդ։ Մյուս կողմում մի քանի 100 դրամ արժեցող սխտորն ու կիտրոնն են, որոնք ձեզ վերադարձնում են առողջությունը, երիտասարդությունը եւ կյանքի լիարժեքությունը։ Ընտրությունը ձերն է։ Գուցե դուք մտածում եք, այս ամենը շատ գեղեցիկ է հնչում, բայց ինչ է իրականում տեղի ունենում իմ մարմնի ներսում, երբ ես խմում եմ այս էլիքսիրը։ Եկեք միասին ուղևորվենք մի զարմանալի ճամփորդության դեպի մեր սեփական անոթների խորքերը եւ տեսնենք այդ հրաշքը մեր աչքերով։ Պատկերացրեք ձեր արյան հոսքը որպես Երևանի ամենաբանուկ պողոտա, Մաշտոցի պողոտան։
Օր ու գիշեր այդ պողոտայով շարժվում են միլիոնավոր մեքենաներ, էրիթրոցիտներ, որոնք թթվածին են տանում մեր բջիջներին։ Երբ մենք երիտասարդ ենք, այդ պողոտան լայն է, հարթ եւ 8 գոտի անի, բայց տարիների ընթացքում սխալ սննդի պատճառով ճանապարհի եզրերին սկսում են կայանալ անկանոն մեքենաներ, դրանք վատ խոլեստերինի մոլեկուլներն են։ Սկզբում դրանք քիչ են, բայց հետո ավելի ու ավելի շատ են կուտակվում, առաջացնելով խցանումներ, խոլեստերինային վահանիկներ։ Պողոտան 8 գոտուց դառնում է 4, հետո 2։ Մեքենաները դժվարությամբ են շարժվում, եւ որպեսզի թթվածինը հասնի իր նպատակակետին, մեր ճանապարհային ոստիկանությունը, սիրտը, ստիպված է լինում աշխատել գերլարված ռեժիմով։ Սա հենց բարձր ճնշումն է։ Եվ ահա դուք խմում եք սխտոր կիտրոնային էլիքսիրի առաջին բաժակը։ Ինչ է կատարվում։ Սխտորի մեջ պարունակվող ալիցինի մոլեկուլները, որպես հատուկ նշանակության ջոկատ, մտնում են արյան հոսք։ Նրանք ունեն մեկ հստակ հրաման՝ մաքրել պողոտան։ Նրանք մոտենում են այդ սխալ կայանած մեքենաներին եւ սկսում են դրանք քանդել։ Ալիցինը բառացիորեն լուծում է խոլեստերինի կոշտ կառուցվածքը, այն վերածելով փոքր անվնաս մասնիկների, որոնք հեշտությամբ դուրս են բերվում օրգանիզմից։ Կիտրոնի մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտները, պոլիֆենոլները, գործում են որպես ճանապարհաշինարարներ։ Նրանք վերականգնում են պողոտայի վնասված ասֆալտը, անոթների ներքին պատը, դարձնելով այն հարթ եւ սահուն, որպեսզի նոր մեքենաներ այլևս չկարողանան սխալ կայանալ։ Սա ֆանտաստիկա չէ, սա բջջային կենսաքիմիա է, որը հաստատվել է բազմաթիվ ուսումնասիրություններով։ Դեռևս 2007 թվականին Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հրապարակեցին մի հետազոտություն, որը ցույց տվեց, որ սխտորի կանոնավոր օգտագործումը ոչ միայն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, այլև ակտիվացնում է հատուկ ֆերմենտներ, որոնք կանխում են թրոմբների առաջացումը։ Իսկ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանում 2015-ին անցկացված փորձը պարզեց, որ կիտրոնի կեղևի էքստրակտը ունակ է պաշտպանել լյարդի բջիջները ճարպային դեգեներացիայից, այն վիճակից, որը հաճախ ուղեկցում է բարձր խոլեստերինին։ Վիճակագրությունը ցնցող է, այն մարդիկ, ովքեր մասնակցել են այս փորձերին, ցույց են տվել սրտի կաթվածի եւ ինսուլտի ռիսկի նվազում մինչև 30%, ընդամենը 6 ամսվա ընթացքում։ Համեմատության համար նշենք, որ ամենաթանկարժեք ստատինները նույն ժամանակահատվածում տալիս են 20-25% արդյունք, բայց մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններով։ Այս ճշմարտությունը Հայաստան հասավ ոչ թե գիտական ամսագրերի, այլ մարդկային պատմությունների միջոցով։ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան Կանեն Պետրոսյանը հուսահատության մեջ էր։ Նրա հայրը, 68-ամյա Գևորգը, տառապում էր ծանր աթերոսկլերոզից։ Թանկարժեք դեղամիջոցները առաջացրել էին սարսափելի մկանային ցավեր, եւ նա հազիվ էր քայլում։ Մի օր հուսահատությունից դրդված Կարենը որոշեց փորձել այն բաղադրատոմսը, որի մասին պատմել էր իր ղարաբաղցի կատիկը։ Նա կասկածում էր, վախենում էր, բայց այլ ելք չուներ։ Նա ինքն էր պատրաստում էլիքսիրը եւ ամեն օր տալիս հորը։ Առաջին շաբաթը ոչինչ չփոխվեց։ Երկրորդ շաբաթվա վերջում հայրը նշեց, որ ցավերը կարծես թե թուլացել են։ 1 ամիս անց Գևորգը առանց ձեռնափայտի դուրս եկավ զբոսնելու։ 3 ամիս անց նրա խոլեստերինի անալիզները ցույց տվեցին 20% նվազում։ Կարենը ապշած էր։ Նա սկսեց զգուշորեն խորհուրդ տալ այս մեթոդը իր ամենամտերիմ հիվանդներին։ Շուտով հիվանդալոցի միջանցքներում սկսեցին շշուկներ տարածվել Պետրոսյանի հրաշք դեղի մասին։ Սկզբում նրան թերահավատորեն էին նայում, բայց երբ մարդիկ սկսեցին իրական արդյունքներ տեսնել, իրավիճակը փոխվեց։ Այսօր արդեն տասնյակ բժիշկներ Հայաստանում, գուցե ոչ բարձրաձայն, բայց խորհուրդ են տալիս այս մեթոդը որպես հիմնական բուժման հզոր եւ անվտանգ լրացում։ Եկեք ամփոփենք առավելությունները։ Դեղահաբեր, քիմիական սինթեզ, տասնյակ կողմնակի ազդեցություններ, լյարդի վնասումից մինչև հիշողության կորուստ, ամսական հազարավոր դրամների ծախս։ Մեր էլիքսիրը, 100% բնական բաղադրիչներ, զրոյական կողմնակի ազդեցություններ, հակացությունների բացակայության դեպքում, խորհրդանշական արժեք։ Օգտագործման կանոնները չափազանց պարզ են։ Օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ 50 մլ։ Կուրսի տևողությունը 40 օր։ Առաջին արդյունքները թեթևություն, էներգիայի հոսք, ճնշման կայունացում։ Դուք կզգաք արդեն 10-4 օր անց, իսկ 40 օր հետո ձեր անոթները ձեզ շնորհակալություն կհայտնեն։ Այժմ, երբ մենք գիտենք այս հրաշագործ միջոցի ինչուն եւ ինչպեսը, ժամանակն է անցնել ամենապատասխանատու փուլին, գործնական կիրառմանը, եւ այստեղ ես խնդրում եմ ձեր առավելագույն ուշադրությունը։ Սա ոչ թե խոհարարական բաղադրատոմս է, որտեղ կարելի է մի պտղուն զավել կամ պակաս համեմունք ավելացնել։ Սա բնական դեղամիջոց է, որտեղ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր համամասնություն ունի իր խորը իմաստը եւ գիտական հիմնավորումը։
Մի անգամ իմ հիվանդներից մեկը շտապելով որոշեց կիտրոնները ոչ թե մսաղացով աղալ, այլ հյութը քամել, մտածելով, թե այդպես ավելի հեշտ է։ Արդյունքում նա ստացավ հաճելի լիմոնադ, բայց ոչ բուժիչ էլիքսիր, քանի որ ամենաարժեքավոր նյութերը, պոլիֆենոլները եւ պեկտինը մնացին կեղևի մեջ, որը նա դեն էր նետել։ Մեկ այլ սխալ, մարդիկ օգտագործում են եռացրած տաք ջուր, կարծելով, թե այդպես բաղադրիչներն ավելի լավ կլուծվեն։ Դա աղետալի սխալ է, բարձր ջերմաստիճանը անխնա ոչնչացնում է և ալիցինը, և վիտամին C-ն, ձեր դեղամիջոցը վերածելով անօգուտ հեղուկի։ Ուստի խնդրում եմ, հետևեք հրահանգներին բառացիորեն։ Եվ այսպես, մեր անոթային էլիքսիրի համար անհրաժեշտ բաղադրիչները։ Առաջինը կիտրոն։ Ձեզ հարկավոր է 4 խոշոր հասած կիտրոն։ Մի գնեք սուպերմարկետի փայլուն մոմապատ կիտրոնները։ Գնացեք գումի շուկա կամ ձեր թաղամասի բանջարեղենի խանութ և փնտրեք հայկական ջերմոցներում աճեցված կամ իրանական կիտրոններ։ Ճաշի ընդունումը ժամը 13-14 օգնում է պահպանել ակտիվությունը և կանխել ճաշից հետո արյան խթացումը։ Իսկ այն, ինչը բժիշկները հաճախ ժամանակ չեն ունենում բացատրելու, երեկոյան ընդունման նրբությունն է։ Երեկոյան դոզան պետք է խմել քնելուց մոտ 1 ժամ առաջ։ Գիշերը, երբ մեր մարմինը հանգստանում է, սկսվում են վերականգնողական ամենախորը գործընթացները։ Երեկոյան ընդունած էլիքսիրը թույլ է տալիս, որ ակտիվ նյութերը հանգիստ, առանց շտապելու, աշխատեն ձեր անոթների վրա, լուծելով ամենահին և ամենակոշտ վահանիքները։ Իսկ հիմա մի գաղտնիք, որն օգտագործում են միայն ամենափորձառու բնաբույժները։ Բուժման կուրսը լավագույն է սկսել նվազող լուսնի ժամանակ։ Հին իմաստության համաձայն, այս շրջանում մեր օրգանիզմն ավելի հեշտությամբ է ազատվում ամենավելորդից, տոքսիններից, շլակներից և, այո, նաև վատ խոլեստերինից։ Սա նման է նրան, որ դուք տուն եք մաքրում ոչ թե քամոտ օրը, այլ հանգիստ եղանակին։ Բայց կա ևս մեկ ավելի հզոր տեխնիկա, այն կոչվում է ակտիվացված ընդունում։ Էլիքսիրը խմելուց անմիջապես առաջ կատարեք մի պարզ շնչառական վարժություն։ Նստեք ուղիղ, փակեք աչքերը։ Քթով կատարեք խորը, դանդաղ շունչ, հաշվելով մինչև 4-ը։ Ձեր թոքերը պետք է լցվեն օդով, իսկ որովայնը փքվի։ Պահեք շունչը, կրկին հաշվելով մինչև 4-ը։ Այնուհետև բերանով դանդաղ, սուլոցով արտաշնչեք, հաշվելով մինչև 6-ը։ Կրկնեք սա 5-6 անգամ։ Այս վարժությունը հագեցնում է ձեր արյունը թթվածնով և բարելավում միկրոշրջանառարությունը։ Երբ դուք սրանից անմիջապես հետո խմում եք էլիքսիրը, նրա ակտիվ բաղադրիչները, ինչպես էքսպրես գնացքով, հասնում են ամենանուրբ և ամենահեռավոր մազանոթներին, կատարելով իրենց աշխատանքը մի քանի անգամ ավելի արդյունավետ։ Դուք ֆիզիկապես կզգաք, թե ինչպես է ջերմությունը տարածվում ձեր մատների ծայրերով և ոտնաթաթերով։ Եկեք լսենք 58-ամյա գյումրեցի վարորդ Արմենի պատմությունը։ Նրա ախտորոշումը հնչում էր դատավճռի պես՝ սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզի 3-րդ աստիճան, 2 անոթ 70%-ով խցանված։ Բժիշկները պնդում էին անհապաղ վիրահատություն, ստենտավորում։ Ես վաճառել էի մեքենաս, պարտք էի վերցրել, պատմում է Արմենը, լսել էի, որ ստենտը հավերժական չէ։ Հուսահատության մեջ նա սկսեց փնտրել այլընտրանքներ և գտավ այս մեթոդը։ Սկզբում ուղղակի խմում էի, ինչպես գրված էր, ասում է նա։ Մի ամիս հետո մի փոքր թեթևություն զգացի, բայց մեծ փոփոխություն չկար, արդեն ուզում էի հանձնվել։ Բայց հետո նա իմացավ այս լրացուցիչ տեխնիկաների մասին։ Նա սկսեց կուրսը նորից, այս անգամ նվազող լուսնի ժամանակ, և ամեն անգամ ընդունելուց առաջ կատարում էր շնչառական վարժությունը։ Սա բոլորովին այլ զգացողություն էր, հիշում է նա։ Ես զգում էի, թե ինչպես է արյունը սկսում եռալ, ինչպես է էներգիան լցվում մարմնիս մեջ։ Երկրորդ ամսվա վերջում ես կարողանում էի առանց հևալու բարձրանալ 3-րդ հարկ։ 3 ամիս անց ես գնացի կրկնակի հետազոտության, դոպլերոգրաֆիայի։ Բժիշկը երկար նայում էր էկրանին, հետո ինձ, հետո նորից էկրանին։ Նա շոկի մեջ էր։ Անհավանական է, ասաց նա, ձեր անոթների անցանելիությունը 50%-ով բարելավվել է, ինչ եք արել։ Այսօր Արմենը շարունակում է իր բուժումը, վիրահատության կարիք այլևս չկա, և նա նորից նստել է իր սիրելի մեքենայի ռեկին։ Եվ վերջում, մի պրոֆեսիոնալ խորհուրդ, որը ես տալիս եմ իմ բոլոր հիվանդներին։ Էլիքսիրը խմելուց 15-20 րոպե հետո ընդունեք 1 թեյի գթալ չզտված կտավատի ձեթ կամ 1 ճաշի գթալ բարձրարորակ ձիթայուղ։ Սա կօգնի լեղու արտահոսքին, ինչն ուղղակիորեն կապված է խոլեստերինի նյութափոխանակության հետ և կպաշտպանի ստամոքսի լորձաթաղանթը։ Այս պարզ հավելումը ձեր բուժումը կդարձնի ոչ միայն ավելի արդյունավետ, այլև լիովին անվտանգ։
Իմ թանկագին բարեկամներ, ես ձեզ հետ կիսվեցի հզոր գիտելիքով, որը կարող է արմատապեց փոխել ձեր կյանքը դեպի լավը։ Բայց ինչպես ամենահզոր զենքը կարող է վտանգավոր լինել անփույթ ձեռքերում, այնպես էլ ամենաարդյունավետ բնական դեղամիջոցը կարող է վնասել, եթե այն կիրառվի առանց խելքի և պատասխանատվության։ Հիմա ես ձեզ հետ խոսելու եմ ոչ թե որպես հաղորդավար, այլ որպես բժիշկ, որպես ավագ ընկեր, որի համար ձեր առողջությունը ամեն ինչից վեր է։ Խնդրում եմ լսեք ինձ ուշադիր, քանի որ այս բաժնում ասված յուրաքանչյուր բառ կարող է կյանքեր փրկել։ Գլխավոր պատվիրանը, որը պետք է ոսկե տառերով գրվի, հետևյալն է՝ մի վնասիր։ Առաջին և ամենախիստ նախազգուշացումը։ Այս էլիքսիրը կտրականապես հակացուցված է այն մարդկանց, ովքեր ունեն ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն սրացման փուլում, էրոզիվ գաստրիտ կամ բարձր թթվայնությամբ ընթացող ռեֆլյուքս։ Կիտրոնն ու սխտորը բավականին ագրեսիվ են զգայուն լորձաթաղանթի համար։ Պատկերացրեք, որ դուք բաց վերքի վրա սպիրտ եք լցնում, ցավոտ է և վտանգավոր։ Մի անգամ իմ պրակտիկայում մի կին, ով ուներ քրոնիկ գաստրիտ, որոշեց անտեսել այս նախազգուշացումը։ Արդյունքում, մի քանի օր անց նա հայտնվեց հիվանդանոցում ստամոքսի ուժեղ ցավերով և արյունահոսության կասկածով։ Բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց, բայց սա լուրջ դաս էր։ Եթե ունեք ստամոքսի հետ կապված որևէ խնդիր, նախքան կուրսը սկսելը պարտադիր խորհրդակցեք ձեր գաստրոէնտերոլոգի հետ։ Երկրորդ, կենսականորեն կարևոր նախազգուշացումը վերաբերում է դեղորայքային փոխազդեցությանը։ Սխտորը բնական ասպիրին է, այն նոսրացնում է արյունը։ Եթե դուք արդեն ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, ինչպիսիք են վարֆարինը, կլոպիդոգրելը, պլավիքս, քսարելտոն, էլիկվիսը կամ նույնիսկ սովորական կարդիոմագնիլը, ապա այս էլիքսիրի հետ դրանց համատեղումը կարող է չափազանց վտանգավոր լինել։ Դուք կարող եք կրկնապատկել կամ եռապատկել արյունը նոսրացնող ազդեցությունը, ինչը մեծացնում է ներքին արյունահոսությունների ռիսկը։ Սա մահացու վտանգավոր է։ Այս դեպքում բժշկի խորհրդատվությունը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր։ Միայն բժիշկը կարող է անհրաժեշտության դեպքում ճշգրտել ձեր դեղորայքի դոզան կամ խորհուրդ տալ այլ ընտրանքային բնական միջոց, որը չունի նման ազդեցություն։ Նույնը վերաբերում է հիպոտոնիկներին, այն մարդկանց, ովքեր ունեն բնականից ցածր ճնշում։ Քանի որ այս էլիքսիրն իջեցնում է ճնշումը, այն կարող է ձեզ մոտ առաջացնել թուլություն, գլխապտույտ և նույնիսկ ուշագնացություն։ Երրորդ, ալերգիաներ և անհատական անտանելիություն։ Չնայած սխտորն ու կիտրոնը բնական մթերքներ են, դրանք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։ Եթե կուրսը սկսելուց հետո նկատում եք մաշկի վրա ցան, քոր, շուրթերի կամ լեզվի այտուց, անհապաղ դադարեցրեք ընդունումը և ընդունեք հակաալերգիկ դեղամիջոց։ Որպեսզի այս գործընթացը լինի ոչ միայն արդյունավետ, այլև լիովին վերահսկելի, ես խստորեն խորհուրդ եմ տալիս վարել առողջության օրագիր։ Գնեք սովորական տետր։ Առաջին էջում գրեք ձեր մեկնարկային տվյալները՝ տարիք, քաշ, ճնշման միջին ցուցանիշները, խոլեստերինի մակարդակը, եթե ունեք թարմ անալիզի պատասխան, և ձեր հիմնական գանգատները։ Այնուհետև ամեն օր, առավոտյան և երեկոյան գրի առեք ձեր ճնշման ցուցանիշները, զարկերակը և մի քանի բառով նկարագրեք ձեր ինքնազգացողությունը։ Օրինակ, օր 5. Առավոտյան ճնշումը 145-190, զգում եմ թեթևություն, գլխացավ չկա։ Երեկոյան 140-85։ Այս օրագիրը կդառնա ձեր անգին ուղեցույցը։ Այն թույլ կտա ձեզ տեսնել իրական առաջընթացը և ժամանակին նկատել ցանկացած անցանկալի փոփոխություն։ Եվ ամենակարևորը՝ համբերություն և աստիճանականություն։ Մի ակնկալեք հրաշք մեկ օրում։ Ձեր անոթները կեղտոտվել են տասնամյակների ընթացքում, և դրանք մաքրելու համար ժամանակ է պետք։ Մի ավելացրեք դոզան մտածելով, թե այդպես կարագացնեք գործընթացը։ Դուք միայն կվնասեք ձեր ստամոքսը։ Օրգանիզմը սիրում է սահուն, աստիճանական փոփոխություններ։ 40-օրյա կուրսն ավարտելուց հետո արեք առնվազն 6-7 ամիս ընդմիջում։ Տվեք ձեր մարմնին ժամանակ յուրացնելու փոփոխությունները և վերականգնելու իր բնական հավասարակշռությունը։ Հիշեք, դուք ձեր առողջության նավապետն եք։ Ես ձեզ տվել եմ քարտեզը և կողմնացույցը, բայց նավը ղեկավարելու եք դուք՝ խելքով, զգուշությամբ և ձեր օրգանիզմի հանդեպ մեծ սիրով։ Այդ դեպքում դուք անպայման կհասնեք ձեր նպատակակետին երկար, առողջ և լիարժեք կյանքին։ Մենք ձեռք բերեցինք հզոր գործիք՝ մեր անոթային էլիքսիրը։ Սովորեցինք այն ճիշտ և անվտանգ օգտագործել։ Բայց եկեք անկեղծ լինենք, եթե դուք մի ձեռքով մաքրում եք ձեր տունը, իսկ մյուսով կեղտոտում, ապա ձեր տունը երբեք մաքուր չի լինի։ Նույն կերպ, եթե դուք խմում եք այս էլիքսիրը, բայց շարունակում եք վարել ձեր անոթները քայքայող կենսակերպ, ապա դուք պարզապես պայքարում եք հողմաղացների դեմ։
Իսկական, խորը եւ կայուն առողջությունը ոչ թե մեկ հաբի կամ թուրմի, այլ ամբողջական ներդաշնակ կենսակերպի արդյունք է։ Սա այն ճանապարհն է, որով քայլել են մեր նախնիները, եւ սա այն ճանապարհն է, որը մեզ կվերադարձնի կորցրած առողջությունը։ Սկսենք սննդից, մեր մարմնի վառելիքից։ Ձեր սեղանը պետք է դառնա ձեր դեղատունը։ Հայկական խոհանոցը պարզապես համեղ ուտեստների հավաքածու չէ, այն իմաստության գանձարան է։ Ամեն օր ձեր սննդակարգում պետք է լինեն լոբազգիներ՝ լոբի, ոսպ, սիսեռ։ Պատրաստեք ավանդական ոսպով ապուր, համեմված թարմ գինձով եւ սխտորով։ Ոսպի մեջ պարունակվող լուծվող մանրաթելերը, ինչպես սպունգ, կլանում են ավելորդ խոլեստերինը աղիներից, իսկ գինձը հզորագույն բնական դետոքսիկատոր է։ Շաբաթական գոնե 2 անգամ պատրաստեք կարմիր լոբով պաշտետ, համեմված ընկույզով եւ նռան հատիկներով։ Ընկույզը հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք յուղում են մեր անոթները եւ կանխում բորբոքումները, իսկ նուռը բնական ստացին է։ Ձեր սեղանից անպակաս պետք է լինեն սեզոնային բանջարեղենը՝ լոլիկ, վարունգ, բուլղարական տակտեղ, սմբուկ։ Պատրաստեք ավանդական աջափսանդալ, շոգեխաշելով բանջարեղենը ձիթայուղով, այլ ոչ թե տապակելով։ Այդպես դուք կպահպանեք բոլոր վիտամինները եւ կխուսափեք վնասակար տրանսճարպերից։ Եվ իհարկե, կանաչի, ռեհան, թարխուն, համեմ, մաղադանոս, կանաչ սոխ։ Սրանք ոչ միայն համ են տալիս, այլև հզոր հակաօքսիդանտների աղբյուր են, որոնք պաշտպանում են ձեր անոթները վնասվելուց։ Երկրորդ հենասյունը շարժումն է։ Մեր մարմինը ստեղծված է շարժվելու համար։ Երբ մենք նստում ենք, մեր արյունը լճանում է։ Ձեզ հարկավոր չեն թանկարժեք մարզասրահներ։ Ամենաօգտակար վարժությունը սովորական քայլքն է։ Ձեր նպատակը պետք է լինի օրական 8-10 հազար քայլ։ Գնեք պարզ քայլաչափ կամ օգտագործեք հեռախոսի հավելվածը։ Քայլեք աշխատանքի գնալիս եւ գալիս, ընդմիջմանը դուրս եկեք զբոսնելու։ Քայլեք ոչ թե դանդաղ, այլ միջին տեմպով, այնպես, որ ձեր շնչառությունը մի փոքր արագանա, բայց կարողանաք խոսել։ Այսպիսի քայլքի ժամանակ սիրտը սկսում է ավելի արդյունավետ աշխատել, իսկ ոտքերի մկանները կծկվելով օգնում են արյունը հետ մղել դեպի վեր, գործելով որպես երկրորդ սիրտ։ Օրը սկսեք 10-15 րոպեանոց պարզ լիցքավորումով, պտտեք ձեռքերն ու ոտքերը, կատարեք կքանիստներ, փեքումներ։ Սա կարթնացնի ձեր անոթային համակարգը եւ կնախապատրաստի այն օրվան։ Երրորդ եւ գուցե ամենակարևոր գործոնը՝ մեր հոգեվիճակը։ Դուք կարող եք անթերի սնվել եւ ամեն օր մարզվել, բայց եթե դուք ապրում եք մշտական սթրեսի, զայրույթի կամ անհանգստության մեջ, ձեր ջանքերը կարող են իջիկ դառնալ։ Երբ մենք սթրեսի մեջ ենք, մեր մակերիկամները արտադրում են կորտիզոլ, սթրեսի հորմոնը։ Կորտիզոլը սեղմում է մեր անոթները, բարձրացնում է ճնշումը եւ նպաստում խոլեստերինի արտադրությանը։ Գտեք ձեր սթրեսը կառավարելու միջոցը։ Դա կարող է լինել աղոթքը, մեդիտացիան, բնության գրկում զբոսանքը, սիրելի երաժշտություն լսելը կամ պարզապես մտերիմ մարդու հետ զրույցը։ Գիտականորեն ապացուցված է, որ օրական ընդամենը 10 րոպե դանդաղ խորը շնչառությունը կարող է զգալիորեն նվազեցնել կորտիզոլի մակարդակը։ Քնելուց առաջ անջատեք հեռուստացույցն ու հեռախոսը եւ մի քանի րոպե պարզապես հետևեք ձեր շնչառությանը։ Սա կհանգստացնի ձեր նյարդային համակարգը եւ կապահովի խորը, վերականգնող քուն։ Եկեք կառուցենք ձեր իդեալական օրվա ժամանակացույցը։ 7. Վեր կաց, մի բաժակ տաք ջուր։ 7:10-ից 7:25 լիցքավորում եւ շնչառական վարժություններ։ 7:30 էլիքսիրի առաջին ընդունում։ 8. Նախաճաշ, ջրով եփած վարսակի շիլա, ընկույզով եւ հատապտուղներով։ 13. Էլիքսիրի երկրորդ ընդունում։ 13:30 ճաշ, ոսպով ապուր, մի կտոր ամբողջահատիկ հաց, բանջարեղենային աղցան։ 18:20 ընթրիք, շոգեխաշած ձուկ, բանջարեղենի հետ կամ կաթնաշոր կանաչիով։ 21:30 էլիքսիրի երրորդ ընդունում։ 22:30 քուն։ Այս պարզ ռեժիմը ձեր օրգանիզմը կներդաշնակեցնի բնական կենսառիթմերին եւ թույլ կտա բուժման գործընթացին առավելագույն արդյունավետությամբ։ 45-ամյա ծրագրավորող Տիգրանը ապրում էր ժամանակակից մարդու ստանդարտ կյանքով՝ նստակյաց ազգատանք, ֆասթ ֆուդ, քրոնիկական սթրես։ Արդյունքը ավելորդ քաշ, բարձր ճնշում եւ խոլեստերին, որը մոտենում էր 8-ի։ Ես զգում էի, որ կյանքս անցնում է իմ կողքով, պատմում է նա, ուժ չունեի ոչինչի համար։ Սկսելով էլիքսիրի կուրսը, նա հասկացավ, որ սա բավարար չէ, նա կատարեց արմատական փոփոխություն։ Նա սկսեց աշխատանքի գնալ ոտքով, հրաժարվեց շաքարից եւ սպիտակ հացից, սկսեց ինքը պատրաստել իր համար առողջ սնունդ։ Ամեն երեկո քնելուց առաջ նա 15 րոպե մեդիտացիա էր անում։ Ամենադժվարը առաջին ամիսն էր, խոստովանում է Տիգրանը, օրգանիզմս ընդդիմանում էր, բայց հետո ես սկսեցի զգալ անհավանական թեթևություն։ 6 ամիս անց Տիգրանը նիհարել էր 15 կիլոգրամ, նրա ճնշումը եւ խոլեստերինը լիովին նորմայի մեջ էին, բայց ամենակարևորը՝ նա փոխվել էր ներքուստ։
Ես վերագտա կյանքի համը, ասում է նա, ես ավելի արդյունավետ դարձա աշխատանքում, իմ հարաբերությունները ընտանիքիս հետ բարելավվեցին, ես հասկացա, որ առողջությունը պարզապես հիվանդությունների բացակայությունը չէ, այլ լիարժեք, ուրախ եւ գիտակցված ապրելու կարողությունն է։ Ահա եւ մենք հասանք մեր համատեղ ճանապարհորդության ավարտին։ Մենք սկսեցինք մթության մեջ, վախի եւ անորոշության մեջ, լսելով բարձր խոլեստերին սարսափելի ախտորոշման մասին, որը ստվերի պես կախված էր մեր ապագայի վրա։ Մենք տեսանք հուսահատությունը մարդկանց աչքերում, ովքեր իրենց վաստակած վերջին գումարը թողնում էին դեղատներում, փոխարենը ստանալով միայն ժամանակավոր թեթևացում եւ տանջալից կողմնակի ազդեցություններ։ Բայց հետո, քայլ առ քայլ, մենք սկսեցինք լույս տեսնել թունելի վերջում։ Մենք վերադարձանք մեր արմատներին, լսեցինք մեր նախնիների իմաստուն շշուկները, ովքեր ապրում էին բնության հետ ներդաշնակ եւ չգիտեին մերօրյա հիվանդությունների մասին։ Մենք բացահայտեցինք սովորական սխտորի եւ կիտրոնի անհավանական ուժը, որը հաստատվեց ամենաժամանակակից գիտական հետազոտություններով։ Մենք սովորեցինք ոչ միայն հզոր դեղամիջուց պատրաստել, այլև հասկացանք, որ իսկական առողջությունը ոչ թե հրաշք դեղահաբ է, այլ գիտակցված ընտրություն, որը մենք կատարում ենք ամեն օր, մեր սննդի, մեր շարժման, մեր մտքերի միջոցով։ Մենք անցանք հիվանդության ստրկությունից դեպի առողջության ազատություն։ Սա ոչ միայն ֆիզիկական վերափոխում է։ Երբ դուք սկսում եք հոգ տանել ձեր անոթների մասին, դուք սկսում եք հոգ տանել ձեր ամբողջ կյանքի մասին։ Երբ ձեր արյունը սկսում է ազատ եւ անարգել հոսել, ձեր մտքերը նույնպես դառնում են ավելի պարզ ու պայծառ։ Երբ ձեր սիրտը դադարում է աշխատել գերլարված ռեժիմով, ձեր հոգին նույնպես գտնում է խաղաղություն։ Դուք սկսում եք նկատել, որ ունեք ավելի շատ էներգիա, ոչ միայն աշխատանքի, այլև ձեր սիրելիների, ձեր թոռնիկների, ձեր սիրելի զբաղմունքների համար։ Ձեր դեմքից անհետանում է հոգնածության եւ ցավի դիմակը, եւ դրա փոխարեն հայտնվում է կենսուրախության եւ վստահության ժպիտ։ Սա շղթայական ռեակցիա է, որը փոխում է ամեն ինչ։ Ես ուզում եմ ձեզ պատմել 70-ամյա Անահիտ տատիկի մասին, ում պատմությամբ մենք սկսեցինք։ Երբ նա հրաժարվելով ստատիններից սկսեց այս ճանապարհը, նրա երեխաները թերահավատ էին։ «Մամ, դու ինչով ես զբաղված», ասում էին նրանք, «սրանք տատիկների հեքիաթներ են»։ Բայց Անահիտը համառ էր։ Նա ոչ միայն խմում էր էլիքսիրը, այլև սկսեց ամեն օր քայլել այգում, հրաժարվեց իր սիրելի քաղցր թխվածքներից եւ սկսեց ավելի շատ բանջարեղեն ուտել։ 3 ամիս անց նա գնաց կրկնակի հետազոտության։ Երբ բժիշկը տեսավ նրա անալիզները, նա երկար լուռ մնաց։ «Անահիտ Միքայելովնա», ասաց նա վերջապես, «ես չգիտեմ, թե դուք ինչ եք արել, բայց ձեր խոլեստերինը գրեթե իդեալական է, իսկ սրտի աշխատանքը զգալիորեն բարելավվել է։ Շարունակեք նույն ոգով»։ Այդ օրը նրա կյանքում շրջադարձային էր։ Նա հասկացավ, որ իր առողջության տերը ինքն է։ Այսօր Անահիտ տատիկը ոչ միայն զբոսնում է թոռնիկների հետ, այլև նրանց հետ գնդակ է խաղում։ Նա գրանցվել է տարեսների բարի խմբակում եւ նոր ընկերներ է ձեռք բերել։ Նրա աչքերում կրկին վառվել է կյանքի կրակը։ Նա հորետես, հիվանդ կնոջից վերածվել է ոգեշնչման աղբյուրի իր ամբողջ ընտանիքի համար։ Ձեր առողջության նկատմամբ պատասխանատվություն ստանձնելը ձեր իսկ անձի նկատմամբ սիրո եւ հարգանքի բարձրագույն դրսևորումն է։ Դուք արժանի եք ապրել առանց ցավի, դուք արժանի եք ունենալ էներգիա ձեր երազանքներն իրականացնելու համար։ Դուք արժանի եք վայելել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը։ Ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մայր բնությանը, իր անսպար գանձերի համար եւ ժամանակակից ազնիվ գիտնականներին, ովքեր օգնում են մեզ վերագտնել եւ հասկանալ մեր նախնիների մոռացված իմաստությունը։ Այժմ խոսքը ձերն է։ Դուք ստացաք բոլոր գործիքներն ու գիտելիքները։ Դուք կանգնած եք նոր, առողջ եւ երջանիկ կյանքի շեմին։ Առաջին քայլը ձերն է։ Մի հետաձգեք այն մինչև վաղը։ Սկսեք այսօր։ Եվ խնդրում եմ, կիսվեք ձեր ճանապարհորդությամբ։ Գրեք մեկնաբանություններում, թե երբ եք սկսելու ձեր կուրսը, կիսվեք ձեր արդյունքներով, ձեր հաջողություններով եւ նույնիսկ ձեր դժվարություններով։ Թող այս հարթակը դառնա միմյանց աջակցելու եւ ոգեշնչելու վայր։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպիսի բաց չթողնեք նոր, ել ավելի արդյունավետ մեթոդները, որոնցով մենք կկիսվենք ապագայում։ Եվ ամենակարևորը, ուղարկեք այս տեսանյութը ձեր ծնողներին, ձեր հարազատներին, ձեր ընկերներին, բոլոր նրանց, ում առողջությունը ձեզ համար թանկ է։ Թող այս գիտելիքի լույսը հասնի յուրաքանչյուր հայկական օջախ։ Կատարեք առաջին քայլը, եւ թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, իսկ ձեր կյանքը երկար ու առողջ։